քանի օրից խորհրդարանը կքննարկի կառավարությունում իրականացված կադրային փոփոխությունները։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կգրանցվի խորհրդարանի մոտակա բյուրոյի նիստում, կսահմանվի համապատասխան հանձնաժողովը եւ կանցկացվեն լսումներ։ 3 ընթերցմամբ խորհրդարանը նախաձեռնությունը կընդունի չորեքշաբթի։ Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը լքում է Մամուկամ Դինարաձեն։ Նա կզբաղեցնի իրավապահ մարմինների համակարգման ուղղությամբ պետական նախարարի պաշտոնը եւ կստանա նաեւ փոխվարչապետի կարգավիճակ։ Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն, իսկ ներքին գործերի նախարարի պաշտոնում Աջարիայի կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլին։ Ընդդիմադիր դաշինքում հակասությունները շարունակվում են։ Ազգային շարժումը չի բացառում ընդդիմադիր դաշինքը լքելու հնարավորությունը։ Ինչպես պարզաբանում են կուսակցությունում, եթե հարցը հասնի դրան, դաշինքից դուրս գալու որոշումը կընդունեն համատեղ։ Նրանց խոսքով իրենց համար անընդունելի է ցանկացած հարձակում քաղաքական բանտարկյալների վրա, հատկապես երբ խոսքը վերաբերում է իրենց առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին։ Կուսակցությունում նշում են, որ ընդդիմության դաշինքին անդամակցելու որոշումը ընդունվել էր ոչ միայն Միխեիլ Սաակաշվիլիի մասնակցությամբ, այլև նրա նախաձեռնությամբ։ Իշխանական թիմում հակասությունները զարմանալի չեն համարում եւ նշում են, որ նախապես գիտեին, որ դաշինքը երկար չէր կարող պահպանել միասնությունը։ Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի 18-ին սոցիալական ցանցում գրել էր. «Նստած եք տաք հեռուստաստուդիաներում եւ զարմանում եք, թե ինչու մարդիկ չեն գալիս Ռուսթավելի»։ Ինչին ընդդիմության դաշինքի մեջ մտնող 8 կուսակցությունները պատասխանել էին. «Ոչ մի կուսակցություն իրավունք չունի իրեն հայտարարել բողոքական շարժման միակ ներկայացուցիչ կամ միակուսակցական կամ միանձնյա առաջնորդ»։ Ապրիլի 21-ին Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել էր եւս մեկ ֆեյսբուքյան գրառում, որտեղ նշել էր. «Ընկերներ, ժամանակն է ազատվել իմ նկատմամբ ձեր բարդույթից եւ կենտրոնանալ գործի վրա։ Եթե ինչ-որ բան ձեզ մոտ չի ստացվում, պետք չէ ասել Միշան է խանգարում, այլ պետք է ավելի լավ աշխատել»։ Նաբիջի շարժման անդամ Լուկա Ճոխոնելիձեն Դիղոմի գլխավոր բաժնում գտնվել է հարցաքննության իր փաստաբանի հետ միասին։ Ընդդիմադիր ակտիվիստ Ալբի Կորձայան նրան հրապարակայնորեն մեղադրել է սեռական բռնության եւ ոտնձգության մեջ։ Լուկա Ճոխոնելիձեն գերատեսչությունը լքելուց հետո հայտնել է լրատվամիջոցներին, որ մոտ ապագայում զրպարտության համար հայց կներկայացնի ակտիվիստ Ալբի Կորձայայի դեմ։ Քննչական մարմին հարցաքննության է գնացել նաեւ մեղադրանքների հեղինակ Ալբի Կորձայան։ Նրա հետ եղել է եւս մեկ ընդդիմադիր ակտիվիստ Մարիամ Մեղանցիշվիլին։ Նրանք ուշ գիշերով լքել են քննչական մարմինը առանց լրատվամիջոցներին մեկնաբանություն տալու։ Նաբիջի շարժման անդամ Լուկա Ճոխոնելիձեին ընդդիմադիր ակտիվիստ Ալբի Կորձայան մեղադրել էր սեռական բռնության եւ ոտնձգության մեջ, այդ մասին գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել 137-րդ հոդվածով։ Դյուշենի մկանային դիստրոֆիա հիվանդություն ունեցող երեխաների ծնողները չեն դադարեցնում բողոքի ցույցերը կառավարության վարչակազմի մոտ։ Վերջին տարիներին շուկայում հայտնված բուժական դեղամիջոցների ներմուծումը Վրաստան, պետական ծրագրով ֆինանսավորումը եւ հետազոտությունների իրականացումը շարունակում են մնալ ցույցերի մասնակիցների հիմնական պահանջները։ Խոսքը Դյուշենի մկանային դիստրոֆիայի գենետիկ հիվանդության մասին է, որը բնութագրվում է մկանների թուլացմամբ։ Այս ախտորոշմամբ երկրում ապրում է մինչև 80 մարդ։ Առողջապահության նախարարը հայտարարում է, որ այն դեղամիջոցները, որոնց մասին խոսում են ծնողները, համարվում են փորձարարական եւ հետազոտությունների, հանրային աղբյուրների, ինչպես նաեւ Ամերիկայի եւ Եվրոպայի դեղերի գործակալությունների տվյալների հիման վրա, պնդում է, որ որոշ երկրներում արդեն կիրառված դեղերը որոշ դեպքերում արդյունավետություն չեն ցույց տվել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ վատթարացրել են առողջական վիճակը։ Այս օրերին ծնողները նաեւ հայտարարում էին, որ հիվանդության ավելի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ստեղծել բժիշկների բազմապրոֆիլ թիմ, որը կհետևի երեխաների վիճակին։ Հայտնի է, որ առողջապահության նախարար Միխեիլ Սաջվելաձեն իր տեղակալի հետ հանդիպել է այն կլինիկաների ղեկավարների հետ, որոնք հնարավոր է ներգրավվեն ծրագրում եւ շահառուներին առաջարկեն բոլոր ծառայությունները։ Կողմերը քննարկել են նշված ծառայությունների կարեւորությունն ու դրանց արդյունավետությունը հիվանդների առողջության համար։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Օրթաճալայում ծանոթացել է Ռուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհը միացնող հատվածում վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին։ Վերականգնման աշխատանքների սկզբման անհրաժեշտություն է առաջացել այն բանից հետո, երբ վնասվածք է արձանագրվել այսպես կոչված շրջադարձային կամրջից մինչև Դիմիտրի Գուլիայի փողոց հատվածում, որտեղ վնասվել է Քուր գետի ափապաշտպան պատնեշը։ Արդյունքում ճաքեր են առաջացել ինչպես ճանապարհի երթևեկելի մասում, այնպես էլ մայթին։ Աշխատանքները սկսվել են մարտի վերջում եւ այս պահին նշված հատվածում ընթանում են Քուր գետի ափապաշտպան աշխատանքները։ Աշխատանքների ավարտից հետո տվյալ տարածքում ավտոմոբիլային երթևեկությունը լիովին անվտանգ կդառնա։
ԱՄՆ-ի նախագահը Իրանի հետ համաձայնության հասնելու համար հստակ ժամկետ չի սահմանել, հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակը եւ նշել, որ ԱՄՆ-ի նախագահը պատրաստ է ցուցաբերել որոշակի ճկունություն։ Նրա խոսքով ԱՄՆ-ն շարունակում է իրանական նավերի եւ նավահանգիստների ծովային շրջափակումը։ Քերոլայն Լևիթը նշել է, որ գործողությունը արդյունավետ եւ հաջողությամբ է ընթանում եւ ԱՄՆ-ն ամբողջությամբ խեղդում է Իրանի տնտեսությունը։ Նրա խոսքով Դոնալդ Թրամփը Իրանի կողմից Հորմուզի նեղուցում երկու նավի ձերբակալումը չի համարում հրադադարի խախտում։